Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները։ Նախ կարևորը համառոտ։ Վաշինգտոնյան հանդիպումից 3 ամիս անց այսօր Հայաստան է գալու Դոնալդ Թրամփի որդին, ինչ նպատակ ունի այցը։ Պետական պարտքն ավելացել է 80%-ով, ինչ ժամկետներում Հայաստանը կկարողանա մարել այն, նախարարը փակագծեր է բացել։ Ավելի քան 8 հոգևորականի Հայաստանի քննչական կոմիտե են կանչել, ինչ մանրամասներ են հայտնում Մայրաթորից։ Էջմիածնում նախընտրական կրքեր են, ինչ են ակնկալում Էջմիածնի բնակիչները նոր ղեկավարից, ինչ են ուզում փոխել քաղաքում։ 20 զոհ թուրքական օդանավի կործանման հետևանքով թուրքական կողմը զոհվածների լուսանկարներն է հրապարակել։ Եվ այսպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են քննչական կոմիտե։ Մեծ հետզրույցում ասել է Տեր Մանուկ Զեյնալյանը։ Իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ հոգևորականները ներկայանում են քրեական վարույթի շրջանակում, որը սկսվել է 2023 թվականին արված ձայնագրության հիման վրա։ Նշեմ, որ այդ ձայնագրությունը իբր վերագրվում է 2023 թվականին Գարեգին II-ի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանին, որը իբր զրուցել է Մայրաթորի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ, դժգոհելով, որ կաթողիկոսը ստիպվում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Մեր նկարանող խումբը այս պահին քննչական կոմիտեի դիմաց է, այժմ հետևենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բարի օր Անի, ինչ նորություններ կան, ովքեր են արդեն ներկայացել։ Բարի օր Սվետլանա, մենք այս պահին քննչականի Մազմանյան բաժանմունքում ենք, որտեղ 8-ից ավելի հոգևորականներ ներսում ավելի քան 2 ժամ է գործողություններ են իրականացնում, նրանց հետ կան նաև փաստաբաններ, բայց մեր այստեղ գտնվելու վայրից պահից ի վեր որևէ փաստաբան դուրս չի եկել եւ ոչ էլ Արագածոտնի թեմից որևէ ներկայացուցիչ կա այստեղ։ Մենք դրսում սպասում ենք փորձելով ներսից որևէ ինֆորմացիա ստանալ։ Միայն տեղեկացանք, որ այնտեղ են գտնվում 8-ից ավելի հոգևորականներ, միայն քահանաներ չեն, կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։ Տեղեկացանք նաև, որ քննությունը շարունակվելու է այսօր եւ վաղը նույն տեղում։ Սվետլանա։ Շնորհակալ եմ Անի, քննչական կոմիտեից մեր ուղիղ միացմանը կարող եք հետևել YouTube-ի մեր ալիքում։ Ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստերը։ Նիկոլ Փաշինյանը այս պահին այնտեղ է, պատասխանում է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայերի թեմային, ասել է, թե ամենօրյա աշխատանքներ են անում այդ ուղղությամբ, ինչքան բարենպաստ լինի իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այնքան ավելի շուտ կլուծվեն մնացած հարցերը։ Այսօր ազգային ժողովում շարունակվում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Ազգային ժողովում առաջին ելույթը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանինն էր։ ՔՊԱ-ական նախարարը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացրեց, կրկնելով Նիկոլ Փաշինյանի թեզերը, թե բյուջեն քննարկում են խաղաղության պայմաններում։ 2018 թվականից ի վեր մեր պետական պարտքը կրկնապատկվել է։ Ստիպված եմ կրկնել, որ պարտքն ուղղվում է մեր պետության տնտեսական պոտենցիալի բարձրացմանը, այսինքն հայաստանցիների հարստանալու եւ իրենց բարեկեցության բարձրացման հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։ Այս հիմնավորումը կարող է վերացական թվալ, ուստի պարզ օրինակ կբերեմ։ Ցանկացած մարդ, ով պարտք է վերցնում, անկախ նպատակից հույս ունի, որ ապագայում ունենալու է ավելի մեծ հնարավորություններ այդ պարտքը մարելու համար։ Կախված նրանից, թե այդ պարտքով ինչպիսի ծախսեր են արվում, կարելի է գնահատել ապագա եկամուտների վրա դրանց հավանական ազդեցությունը։ Օրինակ, եթե մարդը պարտք է վերցնում նոր բիզնես հիմնելու, եղած բիզնեսը ընդլայնելու, նոր պահանջված մասնագիտություն սովորելու կամ նույնիսկ հոգնածությունը հաղթահարելու նպատակով հանգստի մեկնելու համար, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում նրա եկամտային հնարավորությունների աճի հավանականությունը ավելի մեծ է։
քան եթե պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտք մարելու, նոր տարին տոնելու կամ ցանկացած այլ ծախսի համար, որը չունի որևէ երկարաժամկետ կամ միջնաժամկետ ազդեցություն։ Արդեն իսկ նշեցի, թե պետության պոտենցիալի բարձրացման ուղղված պարտքն ինչ նշանակությամբ է կիրառվում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպիսին է պատկերը Հայաստանի կրկնապատկված պարտքի պայմաններում, որն իդեպ ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել 100%-ով, այլ 80%-ով։ Եվ այսպես, վերջին 7 տարիներին մենք անգամ ենք ավելացրել եկամուտները, այդ թվում պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 26 թվականին վերադառնալ 18 թվականների ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1.5 տարում։ Այդ խնայած գումարով կկարողանայինք 1.5 տարում պարտքը մարել։ Երեկ էլ ազգային ժողովում թեժ քննարկման թեման իբր խաղաղության դարաշրջանում որպես պատմական իրադարձություն ներկայացված ղազախական ցորենի մուտքն էր Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Օրեր շարունակ իշխանական վերնախավը առիթը բաց չէր թողնում վստահեցնելու, որ սա շրջադարձային մի իրողություն է, որը թույլ կտա դիվերսիֆիկացնել ներկրման ուղիներն եւ անգամ հացի գինը իջեցնել։ Ընդհանուր ոգևորությունը սակայն մարեց եւ պարզվեց, որ Հայաստանը եկել ոչ թե հացի մեջ օգտագործվող այլ անասնակեր։ Իշխանությունը պնդում է, թե դա ինչ մի կարևոր տեղեկություն է, որ հորդորեին ընդդիմությունն էլ հակադարձում է։ Սա եւս մեկ օրինակ է, որ նրանց համար կարևորը քարոզչությունն է բուն բովանդակության փոխարեն։ Ազգային ժողովի հերթական քարորիայի առաջին օրվա բուռն քննարկումների մանրամասները տեսանյութում։ Քաղաքական եւ տնտեսական օրակարգերը ազգային ժողովի քառօրյա նստաշրջանում նորից ակտիվ են։ Միջանցքում ընթացող ճեպազրույցներն էլ հակասական։ Քննարկման կենտրոնում առաջինը հայտնվել է Հայաստան ներմուծված ղազախական ցորենի որակը։ Ընդդիմադիրներն ասում են, սա էր ձեր բերած ցորենը, իսկ իշխանականները թե կարևորը դիվերսիֆիկացիան է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը զարմանում է այն պնդումից, թե պետք է շեշտեին ցորենի կարգը եւ որևէ խնդիր չի տեսնում անասնակերի ներմուծման մեջ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, թե կյանքն ինչ է ցույց տալիս ընդդիմության արձագանքների վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու։ Իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հակադարձել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ ցորենի ինքնարժեքի շուրջ կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ոչ թե փիառակցիա անեն, եւ կրկին կասկածի տակ է դնում ապաշրջափակման խոստումները։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Գառնիկ Դանիելյանը մեկ այլ մտավախության մասին է հայտնում, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական պահանջներին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ կվերադարձվեն Ադրբեջանին։ Իշխանական պատգամավոր Սարգիս Խանտանյանն էլ ընդգծում է, տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող քննարկվել։ Նախ պետք է ավարտվի սահմանազատումը, իսկ դրա ժամկետը դեռևս հստակ չէ։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հերքում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի պնդումը, թե բանակցային գործընթացը տապալել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբինյանի խոսքով 2019 թվականին նման առաջարկ պարզապես չի եղել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Իշխանականները շեշտում են, գործընթացը շարունակական է, սակայն այս պահին առանց նոր փաստացի առաջընթացի։
Սակայն թեժ քննարկումներն ու հնչած որակումների վերաբերյալ գնահատականներն ու դրանց պատասխանները դուրս են եկել ազգային ժողովի շենքից։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերությունը եղել է 1:5-ի։ Միկոյանը մեր գործընկեր Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։ Փաստ է, որ Ադրբեջանը թե տարածքով և թե բնակչությամբ Հայաստանից մոտ 3 անգամ մեծ է, և այս փաստը կարող է հայտնագործություն լինել կյանքի 3-րդ տասնամյակում առաջին անգամ աշխատանք տեսած ու միանգամից բարձր պետական պաշտոն զբաղեցրած յուրաքանչյուր պատահականության համար։ Այ իրենց օրոք, օրինակ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունն արդեն 3,5 անգամ էր, իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար 100 միլիոնավոր դոլարներով գնաց ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ հոփ համակարգերի և գլոբնիկ շոուների վրա։ Եթե 1998-ից 2008 թվականներին Ադրբեջանն ավելի ուժեղ էր, քան մենք, ինչու չէին այդ ժամանակ սկսում պատերազմը։ Եվ նախագահ Քոչարյանի տարիները բացարձակ խաղաղ էին։ Իսկ մյուս իշխանության օրոք 2018-ից 2025 թվականներին, երբ ըստ իրենց իբր ուժեղ էին, Ադրբեջանը մի քանի անգամ հաղթեց մեզ։ Եթե մի իշխանության օրոք 1998-ից 2008 թվականներին աղքատ բնակչության թիվն ավելի քան 2 անգամ է կրճատվել, իսկ ծայրահեղ աղքատներինը ավելի քան 4 անգամ, իսկ մեկ այլ իշխանության օրոք 2018-ից 2025 թվականներին աղքատների թիվը չի կրճատվում, ապա իշխանություններից ո՞րն է զբաղված սեփական ընտանեկան բյուջեն լցնելով։ Որ իշխանությունն էր, որ Ադրբեջանին նվիրեց Ադրբեջանի ռազմական բյուջեից կրկնակի ավելի զինամթերք և ռազմական տեխնիկա, որի մեծ մասը ձեռք էր բերվել 1998-ից 2008 թվականներին և մեր պետության ու ժողովրդի աշխատանքով։ Այսօր ԱՄՆ նախագահի որդին Դոնալդ Թրամփ կրտսերը նախատեսում է այցելել Երևան։ Այցի առանցքում Թրամփի երթուղի նախագծի հայկական հատվածի կառուցումն է։ Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ այցը դիտվում է որպես նախագահ Թրամփի տնտեսական դիվանագիտության շարունակություն և ենթակառուցվածքների նախագծերում ամերիկյան բիզնեսի ներգրավման հնարավորություն։ Պաշտոնական հաստատում չկա, սակայն այցը արդեն լայնորեն քննարկվում է մեդիատիրույթում։ Տեղափոխվենք վաղարշաբաթ, որտեղ շարունակվում է նախընտրական ակտիվ քարոզարշավը։ Յուրաքանչյուր թեկնածու իր ծրագիրն է ներկայացնում, իսկ քաղաքացիները լիահույս են, որ ի վերջո որևէ մեկը իսկապես կլուծի քաղաքի խնդիրները։ Իսկ ինչ են ակնկալում Էջմիածնի բնակիչները նոր ղեկավարից, ինչ են ուզում փոխել քաղաքում, բնակիչների հետ խոսել է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Նախ կառավարումը պետք է փոխվի։ Այսօր բոլոր պաշտոնյաները նիկամպիչենտ են, իրանց աշխատանքին չեն տիրապետում, համայնքին էլ է վերաբերվում, համայնքում էլ, քանի որ ԿՊԱ-ն է, նույն ձևի ԽՑԲ է սա։ Այն երրորդ մասի առաջվա խաղահրապարակ, որ նախատեսել էին, սա սեփականաշինային դզեն։ Ամեն ինչի կարիք ունի, համայնքը, քաղաքը, առավչինն է շները, չգիտեմ։ Ապրում ենք մոտակայքում, երեխաները խաղում են, գնում, փողոց են վազում, ապահովաշի, խաղադաշտ չկա, կուլտուրա լինի, աղբակները մաքուր պահեն, չգցեն, վերաբերմունք լինի, լավը տեսնենք։ Կուզեմ խաղահրապարակներ ավելանա երեխաների համար, ժամանակ տրամադրվի երեխաներին, ու երեկոյան կարողանաս հաճելի դուրս գաս ման գաս երեխաների հետ ինչ-որ մի տեղ, բացի մի տեղ կա, բայց այն մասշտաբը չունի, էլի, որ ասենք քաղաքապետարանի մոտ, այն մասշտաբը չունի, որ ասենք կարողանաս լիարժեք երեխայի հետ հանես ինչ-որ մի ժամանակ անցկացնես։ Թող խաղաղություն լինի քաղաքում, ես շնորհակալ կլինեմ։ Կառուցելու բան չկա, մեր Էջմիածնի քաղաքը լավն է։ Այդ կասում, մեկ էլ կողքից ուրիշ քաղաքների թափթփուկները մեր Էջմիածնին չկպնեն, հեռու մնան։ Աշխատանքի տեղեր բացեն, ցավը տանեն։ Ավելի մաքուր պահեն։ Բնությունը պահպանեն, ժողովուրդը ավելի ջերմ լինեն իրար նկատմամբ մարդիկ։ Չգիտեմ, լավ բաներ։ Իրանք ինչ ուզում են, են էլ կառուցում են, են էլ փոխում են։ Ինչ պիտի փոխեն։
Ոչ մի բան։ Չեն էլ անի ստից ընկել են դռնե դու։ Առաջինը կուզենայի աղբահանության հարցը, տեսեք մաքրության հետ կապված, եւ խաղարապարակներ, որ երեխաները կարողանային խաղալ, անվտանգ լիներ շների հարցը, հարցակվում են շները։ Մենք շարունակում ենք հետևել քարոզարշավին եւ հերթով անդրադառնալ տեխնացուների ծրագրերին։ Այս անգամ իմ գործընկերը 1 օր անցկացրել է Հայրենի կուսակցության Վաղարշապատի համայնքապետի տեխնացու Խաչիկ Մանուկյանի հետ։ Սիրելի բնակիչներ, Վաղարշապատ համայնքի սիրելի բնակիչներ, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր նախընտրած տեխնացուներին։ Երբեք ու երբեք չթողնեք, որ ձեր փոխարեն ուրիշները որոշեն ձեր ճակատագիրը։ Փողոցից փողոց, համայնքից համայնք Վաղարշապատի քաղաքապետի տեխնացու Խաչիկ Մանուկյանը շարունակում է հանդիպումներ բնակիչների հետ, առանց բաց թողնելու որևէ հնարավորություն մարդկանց լսելու եւ նրանց մտահոգությունները տեղում հասկանալու համար։ Այս անգամ կան գառը Զվարթնոց բնակավայրներ։ Քարոզարշավը մի պահ ընդհատվեց Զվարթնոցի բնակիչների ջերմ ընդունելությամբ։ Այս մեր ծրագիրն է, հիշեցման թերթիկը, ընտրություններին մասնակցելու եք ձեր հետ էլ։ Եթե հարմար կգտնեք մեր ծրագիրը, միասին կյանքի կկոչենք։ Եղավ, լավ եղավ, հաջողություն ձեր հետ էլ մասնակցելու եք, չէ՞ ընտրություններին։ Անպայման։ Ինչ տամ։ Ես մեծ։ Ձեր տղան է։ Բարև ախպեր։ Սիրելի Վաղարշապատցիներ։ Ոտքով շրջելով տարբեր թաղամասերում Մանուկյանը իր թիմի հետ հավաքագրում է համայնքի առօրյա խնդիրները։ Ինձ թվում է, թե գյուղական համայնքներում հիմնականում նույն խնդիրները կան։ Մեն բարձրապես չէ, լավ էլ տարբեր խնդիրներ կային։ Մեր համայնքում քաղաքաբնակների մոտ շատ տենում են, որ պուրակների պակաս կա։ Օրինակ Զվարթնոցում որոշ բաներ ավելացել, պուրակը ավելացել, բայց դե էլ ինչքան ծառ տնկենք, ինչքան է թթվածինը շատերն է, ինքան հաճելն է։ Հետո երեխեքի համար պիկարենանք, այնտեղ տարածքներ տեսապարապ, դրանք կարանք օգտագործենք մի բան երեխեքի համար ստեղծեն։ Խնդիրներ շատ կան, բայց ամենաշատը բնակիչներին անհանգստացնում է թափառողջների հարցը։ Մենակ այդ թափառողջները հերիք են մեզի։ Մեր երեխեքին առավոտը տարդեպրոս գնաբեր կամ մանկապարտեզ, չգիտենք, թող մի բան անեն, վախենում ենք։ Մանուկյանը նշում է, որ խնդիրը լավ ծանոթ է իրեն եւ արդեն մտածում է այն լուծելու տարբեր ձևեր, այնպես որ եւ կենթանասերների սրտով լինի եւ բնակիչների համար ապահով։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժիմը, այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները։ Հիմա միջազգային կառույցներ կան, որոնք նպաստում են նման ուրեմն կառույցների եւ ստեղծմանը եւ նաեւ խնդիրներին են աջակցում։ Բոլոր սոցիալական խնդիրների ձատ Մանուկյանին ամենաշատը մտահոգում է համայնքի բարոյահոգեբանական վիճակը։ Ըստ նրա պետք է վերացնել լարվածությունն ու բերել ներքին համերաշխություն, որն էլ մնացած ամեն բանի հիմքն է։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ կործանված օդանավում եղած 20 զինվորականն էլ զոհվել են, նրանց լուսանկարները հրապարակել են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պատկանող C-130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը կործանվել է 3 երեկոյան Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Վրաստանի քաղաքացիական վարչության տվյալներով օդանավի կապը խզվել է օդանավի վրացական տարածք մուտք գործելուց հաշված րոպեներ անց։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանում թուրքական ռազմատրանսպորտային օդանավի վթարի մասին տեղեկությունը անձամբ է հաստատել միջադեպից մոտ 2 ժամ անց իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ։ Զուգահեռ թուրքական դատախազությունը պահանջում է 2352 տարվա ազատազրկման դատապարտել կոռուպցիոն մեղադրանքներով բանտում գտնվող Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Դատախազության պնդմամբ իմամողուի գործով ընդհանուր առմամբ 402 մեղադրյալ է անցնում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանին եւ ցավակցություն հայտնել ադրբեջանա-վրացական սահմանին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռը թռել էր Գանձակից եւ վթարին ենթարկվել Վրաստանում Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Ինքնաթիռում եղել է 20 զինծառայող, նրանք զոհվել են։ Իրանը ցանկանում է խաղաղ միջուկային համաձայնագրի հասնել Միացյալ Նահանգների հետ տասնամյակներ տևած վեճը լուծելու համար, բայց սպառնալիքի տակ չի դնի իր ազգային անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Նա նշել է, որ Վաշինգտոնը երրորդ երկրների միջոցով միջուկային բանակցությունների վերաբերյալ հակասող ուղերձներ է հղում Թեհրանին։ Ավստրալիայում առաջարկում են հանրահավաքները վճարովի դարձնել։ Մասնավորապես Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի քաղաքական կազմակերպությունները կարող են տարվա մեջ անվճար 3 հանրահավաք անցկացնել։ Եթե սահմանված քանակը գերազանցվի, ապա կազմակերպությունը պարտավոր կլինի վճարել ոստիկանությանը անվտանգության ապահովման ծախսերը հոգալու համար։ Գազայի դպրոցներն ապաստան են տվել փախստականներին, ինչի պատճառով չեն կարողանում ընդունել աշակերտներին։ Անկլավի իշխանությունները պլանավորում են 600,000 աշակերտի վերադարձնել դասարաններ, սակայն փախստականները դպրոցական շենքերից գնալու տեղ չունեն։ Հաղորդվում է, որ սպանվել է 982 ուսուցիչ եւ դպրոցի վարչական աշխատակից։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում Սնեժկոմ համալիրի ապամոնտաժման ժամանակ հսկայական բեկոր է ընկել ճանապարհի եւ ավտոկայանատեղիի վրա։ Տուժել է 3 մարդ, վնասվել ավելի քան 100 մեքենա։ Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել։ Լրատվամիջոցների տվյալներով տուժածներ չկան։ Տարվա ամենախոշոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա, հայտնել են Ռուսաստանի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։ Տարվա ամենամեծ բռնկումը այն ավելանում է, ասում է լաբորատորիայի տարածած հաղորդագրության մեջ։ Լաբորատորիայի համաձայն բռնկումն արդեն գերազանցել է X5.0 բալը եւ շարունակում է աճել։ Նախկինում տարվա ամենաուժեղ բռնկումը համարվում էր X2.7 բալը, որը տեղի է ունեցել մայիսի կեսին։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այսքանն էին այս ժամի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը կարող եք դիտել ժամը 15-ին։